Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացավ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով առաջին դատական նիստը։ Պաշտպանող կողմը դատարանին էր ներկայացրել ինքնաբացարկի միջնորդություն, որը պետք է քննարկվեր դատավարության ժամանակ, սակայն միջնորդության դիմումը դատարանին էր հասել դատական նիստի օրը նշանակելուց հետո։ Դատարանի խնդիրն է, թե ինչու օրինակ ամսի 17-ին հայտնած դիմումը կամ ամսի 19-ին դատարան տված հրասենյակում տարած միջնորդությունները անհապաղ դատարանին չեն հասնում, այլ դատավորին չեն հասնում, այլ հասնում են հաջորդ օրը։ Եվ դա ամենևին էլ պաշտպանական կողմի խնդիրը չի, եւ այն պահին, որ հրասենյակ մուտք եղավ դիմումը, պաշտպանական կողմը հակված է համարելու եւ դա օրենքի տառից է բխում, որ հենց այդ պահին հանձնված է դատարան։ Ըստ դատարանի, մեծ է ռիսկը, որ Վոլոդյա Ավետիսյանը կարող է անօրինական ազդեցություն ունենալ իրական գործով հարցաքննված եւ դեռ չհարցաքննված վկաների վրա։ Համարում եմ քաղաքական հետապնդում դրա արդյունքում հայտնվել եմ այստեղ, որովհետեւ 2013 թվականի մայիսի 11-ին, երբ որ ազատամարտիկների սոցիալական խնդիրներով նստածից կազմակերպեցին, կոնկրետ 3 գործով անընդհատ իշխանական թևի իշխանությունից մարդիկ իրար ինստանով օգտունելով առաջարկեցին նստածույցը դադարեցնել, հրաժարվեցին, որից հետո առաջարկեցին գումարին, կլորիկ գումար կամ աշխատանք կամ ծառայություն, վերականգնելու ծառայություն, որտեղ ես կամ կոլեկտիվ ծառայությունից կամ բիզնես Էջմիածում կամ Երևանում քանի օրից սարմակների մարզից են, այդ ամենից հրաժարվեցին, որից հետո բազմիցս զգուշացրել են ինձ, որ գործ չունես խնդիրներ ունենաս, բնականաբար ես չեմ համաձայնել, մարզերում կազմակերպեցին նստածույցեր, սոցիալական խնդիրները բարձրացնելով, ազատամարտիկների կապված, Եվ համարվում այդ ամենի հետևանքը իմ ձեռնարկալը դա է։ Հեռախոսս լսել են, ընտանեկան խոսակցությունները վերագրել են այս նշված գործին, որը ես համաձայն չեմ, որից հետո ձեռնարկալից հետո կալանատան ինձ մոտ եկել է առանց դատապաշտպանի քննիչս առանձին Իմ առանձին խոսակցություն, եթե ես հրաժարվում եմ հետագա պայքարից եւ հանդիպում լրագրողների հետ ընդհանրապես, ուրեմն ինձի հաջորդ դատին ներկայացնում եմ միջնորդություն ինձ բաց թողեմ։ Այսքանը ավելացնելու բան չունեմ, քննիչին ուղղակի ես ասացի, որ պարոն Խաչիկյան, ես իմ ոգին չեմ ծախել, ես հայրենիքս չեմ ծախել։ Ուստի պաշտպանող կողմը ունի հետևյալ դիրքորոշումը։ Եթե ինքնաբացարկի միջնորդությունը բավարարվեց եւ որևէ այլ որոշում չկայացվեց, դրա հետ մեկտեղ մենք կանգնում ենք մեկ լուրջ խնդրի առջև, որ Վոլոդյա Ավետիսյանը եւս անորոշ ժամկետով շարունակելու է մնալ դատարանի մինչեւ անպատասխան դատավորի կողմից գործը բարելավելը եւ այլն։ Այո, եթե դատարանը որոշի, որ գործ ուղարկել այս պայմաններում ընդդատությամբ, ապա դրա հետ մեկտեղ հաստի, որ Վոլոդյա Ավետիսյանը չկա որևէ իրավական նորմ, որ մնա կալանքի տակ եւ անհապաղ դատարանի դավիճից ազատացել։ Սակայն դատարանը մերժեց ինքնաբացարկի դիմումի միջնորդությունը։ Երևան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավետիսյանս Օրտակցական սենյակում տնության առնելով ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Զաքարյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին միջնորդությունը որոշեցի ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Զաքարյանի կողմից նիստը նախագահող դատավոր Ավետիսյանի ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժել։
Ամբաստանյալի պաշտպան Զաքարյանի միջնորդությունը գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ դատարանը գտավ հիմնավոր եւ ենթակա բավարարման։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 2-ին։ Հիշեցնենք, որ Վոլոդիա Ավետիսյանը արդեն 6 ամիս է կալանավորված է մեղադրվելով կաշառք վերցնելու մեջ։ Վոլոդիայի եւ իր ընկերների հանդեպ հետապնդումներն ու հալածանքները սկսվեցին այն բանից հետո, երբ նրանք դուրս եկան բողոքի, պահանջելով բարելավել ազատամարտիկների սոցիալական վիճակը։